44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը հայտնվել է իրավական և քաղաքական փակուղում։ Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ իր 210 էջանոց զեկույցը պետք է քննարկվի, թեև օրենքով սահմանված ժամկետները վաղուց սպառվել են և հանձնաժողովը փաստացի լուծարված է 2023 թվականից։ Հենց այդ հանգամանքով պայմանավորված էլ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է զեկույցը քննարկման դնել լիագումար նիստում։ Սիմոնյանը հավելել է, որ թեև Քոչարյանը տեղյակ է այս իրավական խոչընդոտի մասին, այնուամենայնիվ փորձում է այլ մեկնաբանություն տալ իրավիճակին։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետը 10 ժամից ավել զեկուցել է, մեզ դա պետք է, որովհետև մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում, ինչ-որ իրավիճակների պարագայում, և դա մենք արել ենք նաև այդ մեղադրանքները ջրի երես հանելամ, և դա հրապարակվելու է, կրկնում եմ, մեխանիկական իմաստը, դա կլինի լիագումար նիստի մեջ, թե կլինի օրինակ, կրկնում եմ, օրինակ լսումների ֆորմատում, թե օրինակ ընդդիմադիր պատգամավորները, որպես գաղտնի իմաստ տիրապետող քաղաքացիներ կգնան առաջի բաժին կծանոթանան, սենց թե նենց, դա հրապարակվելու է։